Ինչպես է գնահատում տեղի ունեցածը, արդյոք խուլիգանություն կարելի է համարել, ինչի համար Վազգեն Սաղաթելյանին եւ Նարեկ Սամսոնյանին նկատմամբ քրեական գործ է հարուցվել եւ վիրավորանքը ապա քրեականացվել էր, բայց փաստորեն տեսնում ենք, որ այս հիմքով նաեւ քրեական գործ է հարուցվում։ Ինչպես է տրամաբանությունը։ Տեսեք, Հայաստանում ազատ խոսքն է արդեն քրեականացում, մարդիկ, որոնք որ տարբեր քրեական գործերով անցնում են, սա նորություն չէ, որ մարդկանց խոսքի համար, իշխանության դեմ լինելու համար մարդիկ ձերբակալվում, այնուհետև տարվում են կալանքի եւ մոռանում են, թե օրինակ դրանից առաջ նախորդիվ ինչ իրադարձություններ ա եղել, ինչ ա եղել, արդյոք իրենց բառապաշարի մեջ իշխանությունները զուսպ են, արդյոք չեն օգտագործում նույն այդ վիրավորանք համարվող այդ արտահայտություններն ու բառակապակցությունները եւ այս առումով բռնապետական ռեժիմին բնորոշ վարվելակերպ է եւ շատ ավելի վտանգավոր է, որ իրապահ համակարգը այս առումով շատ կաշկանդված է եւ մեղմ ասած կաշկանդված է եւ ստիպված է կատարել իշխանությունների կմահաճույքները։ Այս առումով իշխանությունների ձեռը խաղալիք է դարձել իրապահ համակարգ։ Ամենամտահոգիչը դա է։ Ազատ արտահայտվելու մարդկանց, գիտեք, որ այս տարիների ընթացքում ինչ ա տեղի ունեցել Հայաստանում, տարբեր մարդիկ, քաղաքական գործիչներ, հանրային գործիչներ, բլոգերներ, չգիտեմ, տարբեր շերտերից մարդիկ այսօր ցավոք սրտի արդեն մենք 40-ից ավել քաղբանտարկյալներ ունենք, բարերար ունենք, քրեակատարողական հիմնարկում ազգային բարերար, սրբազաններ ունենք կալանավորված, հոգևորականներ ունենք կալանավորված, ազգային ժողովի պատգամավոր ունենք կալանավորված, այլընտրանքային խափանման միջոց կիրառած տարբեր քաղաքական գործիչներ կան, որոնք երկար տարիներ քրեակատարողական հիմնարկում լինելով, իրենց առողջությունը այնտեղ կորցնելով եւ այլը, հիմա էլի այս քրեական գործերով անցնում են։ Սա ճնշում է, ինչ կարող եմ ասել, կարծեք թե ամեն ինչ պարզ է մեր հասարակության հանրության համար եւ նորից եմ կրկնում, եթե մենք ուրեմն ուսումնասիրենք օրինակ իրենց դեմոկրատական, ասինքն իրանք դեմոկրատական են, չէ, իրենց համար ժողովրդավար դեմոկրատիա եւ այլը, ուրիշ մի երկրում նման բանի ականատեսը չենք լինի։ Եթե իրավամբ կրեին դեմոկրատական եւ ժողովրդավարական արժեքների կրողը, նման բան տեղի չէր ունենա։ Այդ մասկի շոուները, այդ մասկաններով, մարդկանց բռնության ենթարկելով, գետնին տապալելով, ձեռնաշխտաներ հագցնելով, այսօր շատ ու շատ քրեական տարեր ազատության մեջ են եւ անգամ այդ մարդկանց ձերբակալության ձևը այնպես չի, ինչպես որ քաղաքական գործիչներին, իրավաբաններին եւ այլն։ Այս էլ է ցուցիչ, որ սա այս ամեն ինչը նաեւ բեմականացված է։ Խնդիր ունեն դա ցույց տալու, էլի ոնց են անում, որ ինչ որ մարդկանց սիրտը կամ հոգին փառավորվի կամ ոգևորվի։ Ում սիրտը պետք է փառավորվի կամ ոգևորվի։ Իշխանության ներկայացուցիչների, իհարկե, ամենավերին օղակներում կանգնած անձանց սիրտը եւ հոգին փառավորվի։ Շատ տենց դեպքեր կան, որ իրանք էլ են ասում, որ օրինակ չէ, այդ ամեն ինչը նաեւ նկարահանվում են, որ ցույց տան, որ տեսեք ինչա որ իրենց լավը զգան, էլի։ Նաեւ վերջում ԱԱԾ պետի աշխատանքից ազատելու հանգամանքը նաեւ ինչով էր պայմանավորված, որ նույն հրահանգը նաեւ իջեցվել էր ԱԱԾ պետին, որ ԱԱԾ պետը նույն կերպ նաեւ վերաբերվի ազգային բարերար Սամվել Կարապետյանին։ Շոուի վրա նստած են, շոու, բեմադրություն, արյուն, տեսարաններ եւ այլն։ Ձեր այդ գնահատականները լավ գիտեք, որ գործող իշխանությունները, ԿՊԱ-ական պատգամավորները ձեզ ելույթներով հակադարձում են, որ 37 թիվը չի, ինչպես ընդդիմություն է պնդում, որ Հայաստանում քաղբանտարկյալներ չկան, որ նախկինների ժամանակ մենք կարող էինք բիրտ ուժի կիրառման ականատես լինել, իսկ իրենց իշխանության ժամանակ հիմա հակառակն է, ինչպես եք սա գնահատում։
դուք մինչև այդ տեսել եք սրբազաններին անազատության մեջ իրենց խոսքի համար։ Կա տենց բան, եթե նախադեպը կա, ես չգիտեմ, ասեք։ Բոլշևիկների ժամանակ եղել է, 37 թվին եղել է։ Կամ դուք տեսել եք մի երկիր, որտեղ ազգային բարերարին իր խոսքի համար, որ ասի ես աջակցում եմ եւ մեր ձևով կմասնակցեմ Մայրաթորի պաշտպանությանը եւ ես այդ բարակապակցության համար ընդամենը մի քանի վայրկյանից աջակցության համար անազատության մեջ հայտնվի կամ падգամավորներին դուք տեսել եք որ օրինակ падգամավորին առանց որևէ մի հիմքերի բանի տանեն քրեակատարողական հիմնարկում նստացնեն դուք տեսել եք զոհվածի ծնողի չգիտեմ էլի քաշ տալով կներեք արտահայտությանս համար խոշտանգելով ծեծի ենթարկել այսօր որթեկորուս ծնողներ կան անազատության մեջ չի եղել չէ նման բան հիմա մենք ունենք տասնյակ քաղբանտարկյալներ դուք տեսել եք օրինակ որ մեր երկրում այնպես ստացվի միգուցե ինչ որ մի համայնքի ղեկավար ինչ որ քրեական գործով անցնի բայց դուք տեսել եք ինչա կատարվում ընդդիմադիր քաղաքապետերի հետ ախր փաստա չէ Գյումրիի օրինակը Մասիս համայնքի օրինակը այլ համայնքների օրինակներ կարող եմ ձեզ տասնյակներով բերել Բերդի համայնքի օրինակը խոշորացված համայնքի օրինակը Գորիսի եւ այլ համայնքների նման բան երբ ա եղել խնդրում եմ հիշեցրեք եթե նման բան եղել է հիշեցրեք այսինքն իշխանության ասածը սին է դատարկ է անհիմն է եւ որևէ մի կերպ իրականության չի համապատասխանում այսօր ԱԱԾ մեկուսարանում այնպիսի մարդիկ են ԱԱԾ մեկուսարանում եւ տարբեր քրեակատարողական հիմնարկներում որոնք որ նաեւ այս ազգի համար ծառայություններ ունեն մատուցած պատահական մարդիկ չեն այդ մարդիկ դուք ուրիշ մի երկրում տեսել եք որ եկեղեցին այսպիսի հալածանքների ենթարկվի ընտրովի արդարադատությունը այս չափի եւ այս մակարդակի լինի Իշխանությունը գիտեք ասում եմ մեր պայքարը եկեղեցու դեմ չի հայ առաքելական եկեղեցին սուրբը մեզ համար այլ առանձին հոգեվորական է Ուսակրության ուխտն են խախտել եթե իրենք համարում են որ հայ առաքելական եկեղեցին իրենց համար սուրբ եւ իրենք հայ առաքելական սուրբ եկեղեցու հետևորդներն են արդյոք մեր ու ձեր պատկերացրածն է այն ինչ վերաբերմունքի արժանանում են մեր հոգեվորականները վեհապարտերը մեր եկեղեցու սպասավորները նման բառապաշար օգտագործելը այդ գրեհիկ բառապաշարը չգիտեմ հանրային դաշտ բերելը թիրախավորելը Մայրաթորը եկեղեցին չուլանացրել են ասում սրբազանները չուլանապետեր են դուք հավատավոր մարդուց նման խոսույթ եթե իրապես ինք հայ առաքելական սուրբ եկեղեցու հետևորդ է անկախ նրանից կարող է մի հոգեվորականի էլ օրինակ ընդունի կամ մեկին չընդունի օրինակ մարդիկ կան չէ կարող ինչ որ մի հոգեվորական նաև չընդունեն բայց այդ բառապաշարը օգտագործելը, թիրախավորելը, ասելը նույն խոսույթն է ինչ Ալաշուկուր Փաշազադեի, Ադրբեջանի հոգևոր առաջնորդի։ Եվ սա ցույց է այն բանի, որ այս մարդկանց խնդիրը հենց հայ առաքելական Սուրբ եկեղեցու թիրախավորումն ու ի վերջո հայ առաքել փորձել կազմաքանդել հայ առաքելական Սուրբ եկեղեցին։ Դա ավելի քան ակնհայտ է։ Ինչի մասն է խոսքը։ Եթե դու կարգալույց հոգևորականին, որ էլի շատ վատ այր են պահել անարգելով Մայրաթորը, գնում ես այդ կարգալույց հոգևորականի պատարագին մատուցում, ոնց կարա դա ընդունելի լինի, ոնց կարա դա ճիշտ լինի, ոնց կարա Ավազանի անունով կոչես, օրինակ կաթողիկոսին, դա ոնց կարա նորմալ լինի, օծյալ կաթողիկոսին Ավազանի անունով կոչել, ձեռ առնել, դա որքանով է ճիշտ եւ adekvat պահված իշխանությունների կողմից։ Պարոն Դանելյան, եթե վերադառնանք Վազգեն Սաղաթելյանին եւ Նարեկ Սամսոնյանի այսօրվա բռնի ուժի կիրառմամբ ձերբակալությանը եւ ապա հիմա կալանավորման միջնորդության քննությանը դուք սա ընդհանուր առմամբ ինչպես է գնահատում ընդդիմախոսներին լրացնելու ճնշումը գործող իշխանությունների հետ եւ արդյոք նաեւ կապում եք ոչ միայն Ալեն Սիմոնյանի այս հաղորդման, այլ նաեւ օրերս Սերժ Սարգսյանի հարցազրույցի հետ։ Եթե կան օրինակ, եթե կան ինչ որ պրետենզիաներ կներեք այս բառիս համար, եթե ինչ որ
կան անհամաձայնություն կամ վիրավորվել է, կա ընթացակարգ, դիմում են դատարանը եթե մեղավոր է ճանաչում, օրինակ դրա համար դրամական տուժի է ենթարկվում կամ օրինակ այդ մարդը, չգիտեմ, ներողություն է խնդրում վիրավորանքի համար, տասնյակ հարյուրավոր այդպիսի գործեր կան, օրինակ ընդդիմության կողմից ներկայացված դատարան, որը որ ընդդիմությունը համարել է, որ դա վիրավորականին որ մեկին են այսպես ասած մասկի շոու արել, այդում հետևից ԱԱԾ-ն գնացել ձեռնաշղթաները հագցրել եւ բռնի ուժ կիրառելով բերել դատական նիստերի դահլիճ եւ այնուհետեւ ես այնքան քիչ է այսպես ասած իմ հույսերը, որ այլ որոշում կկայացնի օրինակ Մասիս Սմայիլյանը Մասիս Մելքոնյանը կներեք Նարեկ Սամսոնյանին ճիշտ է այս դատավորին ծանոթ չեմ, բայց ընդհանուր եմ ասում, էլի իմաստը գաղափարն եմ ասում, էլի որ մեկին են տենց արել, էլի օրինակ դատարանի նույն որոշումով հայտնի մեկը, չեմ ուզում անունը տալ, լրատվականի տնօրենը, չգիտեմ, սեփականատերը վիրավորել էր, օրինակ այն ուժը, որ ես ներկայացնում եմ, վիրավորել էր, այդ դատական որոշումն էլ կա, այդ մարդը չի կատարում այդ որոշումը։ Ոնց է տենց լինում։ Ոնց է տենց լինում մի պարագայում, որ անգամ դատական ակտն էլ կա, փաստված, որ վիրավորանք եւ զրպարտանք եւ այլ։ Իսկ այս պարագայում նման բիրտուժի ականատեսն ենք լինում։ Սա կոչվում է մի բառ, մի խոսքով կոչվում է ընտրովի արդարադատություն, ընտրովի է, այսինքն յուրայիններին ամեն ինչ կարելի է, այլախոհներին, քաղաքական հակառակորդներին ամբողջ իրավապահ համակարգը պետք է անպայման փորփրի, մի բան գտնի, մի բան ճարի, որ անպայման տանեն կալանքի այդ մարդկանց։